Ինչի համար եք այստեղ, ինչ եք հասցրել տեսնել, ինչ հույզեր ունեք։ Հանրապետության տոնի արդիվ նայում եմ մեր բանակին, հպարտանում եմ, ներքուստ ուրախանում եմ շատ, եզրեր չեմ տենում առաջվա բանակի ու հիմիկվա բանակի հետ։ Ինչ է փոխվել ըստ ձեզ։ Ակնհայտ չէ, ասենք կարելի համեմատել կանսերվի բանկաների հետ։ Օղակի խոսքեր չկան, հպարտանում եմ մեր պետությունով, մեր բանակով, ամեն ինչ լավ է ու լավ պետք է լինի, կեցե խաղաղությունը։ Վստահում եք այս բանակին, այս պետության, երբ որ տեսնում եք։ Իհարկե, անկասկած։ Եթե բանակին չվստահեմ, ում վստահեմ։ Մեր հանրապետության համար մեկ երաշխիքը մեր բանակն է ու մեր ժողովուրդը, գիտակի ժողովուրդը։ Այնպես որ կեցե մեր խաղաղությունը, պետք է պահենք, փայփայենք մեր խաղաղությունը։ Եվ նախկին բանակի իրավիճակի հետ ասացիք, որ տարբերությունը հստակ տեսնում եք, ճիշտ Ինքս ծառայել եմ, գիտեմ, շատ եմ տեսել բանակը ինչ կարգավիճակ ունի ու հիմա որ տենում եմ իսկականից հուզվում եմ։ Այդքան կարամ ասեմ։ Նախկինները, օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է իր ժամանակ բանակը ամենազարգացածն է եղել, երկիրը ամենախաղաղը, համաձայն եք, կիսում եք։ Մեր գունդը դուրս էր գալի ռազվոդից, ռազվոդին որ կանգնում է սալդատերը որ շարում են, ամենամեծ գունդն էր Արցախի։ 4-րդ պաշտպանական, կարամ համարն էլ ասեմ, հիմա չկա այդ գունդը, բայց կարևորը դա չի։ Գունդը որ շարում է ռազվոդի 2600 հոգի սալդատ էր, կեսը Գրաժդանսկի, կեսը Սապո, կեսը Կոշիկով ինչ ուներ հագնում էր։ Դա առաջինը, երկրորդը սալդատը կշտանում էր անտառներում, աղդամում էր մեր գունդը, պալատկաների տակ, կարայր պարկեր պալատկի մեջ աստղները հաշվեիր, ծակ-ծակ պալատկեք էր, որ մեկ ասեմ, ցավը տանեմ։ Եվ այսօրվա ասացիք բանակը, այսօրվա զինվորներին, զինտեխնիկան, որ տեսնում եք, ինչ Ես զգացողություն հիմա հələ զինվորներին եմ տեսել, ասեք իրանց հակուբ կապը, իրանց ամեն ինչը մնացածը արդեն պատկերացնում եմ։ Ցավը։ Խաղաղության գործընթացին հավատում եք։ Անպայման, իհարկե, բա 8 տարի այդ ենք անում։ Կարևոր է։ Բոլորս միասին, իհարկե, բա խաղաղությունից այնյան ուրիշ ինչ կա, ցավը տանեմ։ Ամեն ինչը կզարգանա իր հունով։ Եթե խաղաղություն լինի, Աստված առողջություն կտա, ամեն ինչ կլինի ըստ պահանջի։ Պրոստը պետք է չխառնեն։